Բարև ձեզ սիրելի հետևորդներ, սկսում ենք իմ հեղինակային Astromix հաղորդաշարի հերթական թողարկումը, որը այժմ նվիրված կլինի, այս անգամ նվիրված կլինի ռազմաքաղաքական զարգացումներին մեր տարածաշրջանում եւ կանդրադառնանք նաեւ անհատների, որոնք մեծ ազդեցություն ունեն այս գործընթացների վրա, նրանց հորոսկոպների վերլուծությանը եւ ապագայի կանխատեսումներին։ Սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք նախ Anti-Fake YouTube-յան ալիքին եւ նաեւ իմ YouTube-յան ալիքներին, իմ աստղաբանական YouTube-յան ալիքին, աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի YouTube-յան ալիքին եւ Astromag եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքին բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ մեր հենց անմիջական ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը եւ ազդեցությունը տարբեր քաղաքական գործիչների այդ զարգացման վրա։ Գիտեք, որ արդեն բավական երկար ժամանակ, շուրջ 1 ամիս սահմաններին շատ անհանգիստ է, դիտարկվում են թշնամական զորքերի մեծ կուտակումներ եւ իհարկե այդ թշնամական շատ խիստ կտրուկ հռետորաբանությունը Իլհամ Ալիևի կողմից մեզ արդեն հնարավորություն է տալիս հստակ պատկերացնել, որ առաջիկայում սպասվում են ռազմական գործողությունների։ Ես նախորդ հաղորդման ընթացքում եւ առհասարակ իմ բոլոր կանխատեսումների ժամանակ, անգամ անցած տարվա վերջին կանխատեսումներում ես ներկայացրել եմ, որ առավել վտանգավոր այդ ապրիլ ամիսը, հատկապես ապրիլ ամսվա երկրորդ կեսը, որովհետեւ Մարս մոլորակը ռազմատենչ ակտիվ նախաձեռնող պատերազմի մոլորակ Մարսը մուտք է գործում Արյուծ աստղակերպ ապրիլի 18-ին եւ անմիջապես դիմակայության մեջ մտնում ոչ պակաս ռազմի եւ ավերի մոլորակ Պլուտոնի հետ, այսինքն Պլուտոնը ըստ էության ժամանակակից աստղաբանության մեջ իրենից ներկայացնում է Մարսի բարձրագույն դրսևորումը եւ ահա այդ Մարսի եւ Պլուտոնի դիմակայությունները շեշտակի լարվածություն են ստեղծում բոլոր թեժկետերում ամբողջ աշխարհով մեկ եւ ստեղծելու են ըստ էության արդեն նաև բավականին լարված են ԱՄՆ եւ Իրան փոխհարաբերությունները, գիտեք, որ այժմ ընթանում են բանակցություններ, բայց շատ այսպես պրեսինգի տակ է Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի կողմից պայմաններ են առաջ քաշվում, որ իհարկե անընդունելի են Իրանի համար։ Այդ այս պատճառով հենց Մարսի եւ Պլուտոնի դիմակայության արկայության պայմաններում թեժանալու է նաեւ այդ հակամարտությունը եւ առհասարակ այլ մյուս հակամարտություններ, ռուս-ուկրաինական ճակատում, գիտեք, եւս լարված է իրավիճակը եւ այլն, այսինքն ականատեսը կլինենք ապրիլի երկրորդ կեսին այդ լարվածության աճին եւ հատկապես ապրիլի 27-ի այդ դժնդակ նորալուսինը ես անցած հաղորդման ժամանակ նշեցի մանրամասն ներկայացրեցի, որ այդ նորալուսինը ուղեկցվելու է մեծ քառակուսիով, այսինքն այնտեղ արկա կլինեն սև լուսինը մի կողմից կարիճ աստղակերպում, մյուս կողմից լուսինն ու արեգակը ցուլ աստղակերպում եւ Մարսի ու Պլուտոնի ճշգրիտ դիմակայությունը, Պլուտոնը գիտեք գտնվում է ջրհոսում արդեն 2024 թվականի նոյեմբերի 20-ից սկսած եւ 20 տարի շարունակ գտնվելու է ջրհոսում, իսկ Մարսը գտնվում է Արյուծ կենդանակերպում, իսկ Արյուծ կենդանակերպը դա մեծ տերությունների, գերտերությունների, այսպես ասած, Արյուծը նրանց հովանավոր կենդանակերպն է եւ Մարսը, այսինքն ռազմի մոլորակը, երբ մուտք է գործում այդպիսի կենդանակերպերի մեջ, այսինքն որոնք իհարկե մեծ ազդեցություն են թողնում հենց կայսրությունների վրա, այդ Արյուծ կենդանակերպը կայսրությունների նշանն է եւ այդ իսկ պատճառով հենց Արյուծ պատկերը, Արյուծի պատկերը արկա է բազմաթիվ կայսրությունների, գիտեք, որ զինանշաններում եւ պատկերներում իրենց պետական նշանների մեջ այդ Արյուծը արկա է։ Եվ ես այդպիսի կանխատեսում եմ արել նաեւ, որ այն պետությունները, ովքեր իրենց զինանշաններում ունեն այդ Արյուծի պատկերը, նրանք ենթարկվելու են Պլուտոնի կողմից ագրեսիային։ Պես որ բազմաթիվ այսպես գիտեք, որ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի այդ խորհրդանիշը իր զինանշաններում
նշանումն է, Հնդկաստան ունի եւ այլ պետություններ, ահա նրանք ենթարկվելու են ագրեսիայի Պլուտոնի կողմից, ինչ դա լինի բնական աղետներ, դա լինի մեծ պլանացավալ պատերազմ եւ այլն, այսինքն դա նույնպես խորհրդանշական ձևով Պլուտոնը հարվածում է հենց այդ պետություններին, ում զինանշանում առկա այդ առյուծը։ Եվ այստեղ Մարսը մոտ գործելով իհարկե առյուծ աստղակերպ նպաստի, որպեսզի գերտերությունները բախվեն եւ փորձեն կիսել աշխարհը, այսինքն արդեն հստակ արդեն այսպես բաժանեն իրենց ազդեցության գոտիները, որովհետև աշխարհի վերաբաժանումը, գիտեք, արդեն իսկ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմի առկայության պայմաններում եւ այժմ մտնում է վճռական փուլի մեջ, սիրելիներս։ Եվ այժմ մի փոքր խոսենք իհարկե այդ ուրեմն ապրիլի 27-ի նորալուսնի լարվածությունը արտահայտվելու է բնականաբար նաև մեր սահմանների վրա հնարավոր հարձակումներով։ Ես չեմ կարծում, որ այժմ հենց հիմա կսկսվի լայնածավալ պատերազմ, որովհետև դեռ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, նաև Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև այդ բախումը դեռ այսպես նոր է սկսվելու եւ լայնածավալ պատերազմը խիստ այսպես անհավանական է, բայց աստիճանաբար տարվա ընթացքում մենք կտեսնենք շատ ավելի լուրջ եւ ծանր բարդ զարգացումներ, հատկապես Իրանի հետ կապված։ Այժմ ներկայացնեմ մեր անմիջական թշնամիների, այսինքն Ադրբեջանի ղեկավարի եւ Թուրքիայի ղեկավարի, այսինքն Իլհամ Ալիևը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աստղային քարտեզներում, թե ինչ ենք մենք այնտեղ տեսնում եւ ինչպես այդ մորակային ազդեցությունները կարող են նպաստել ռազմական գործողությունների սանձազերծմանը, որովհետև բնականաբար գիտեք, որ նաև 2020 թվականի այդ պատերազմը նպատահական չսկսվեց, այլ սկսվեց որոշակի դիրքավորումներով, հատկապես Իլհամ Ալիևի հորոսկոպում դա շատ հստակ երևում է եւ պայմանավորված այդ չար մորակների դիմակայությամբ ձկներ եւ կույս կենդանակերպերում դրա մասին նույնպես կխոսենք, որտեվ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության նշանը, կենդանակերպի նշանը դա կույսն է, իսկ Իլհամ Ալիևի Սև լուսին, այդ գայթակղիչ սատանան զոդիակի մեջ ամբողջ հորոսկոպի դա հենց կույս նշանում է գտնվում Իլհամ Ալիևի մոտ եւ ստեյության վնասում է Հայաստանի Հանրապետությանը եւ այնտեղ ոչ միայն Սև լուսինն է իհարկե կույս նշանում Ալիևի մոտ, այլ նաեւ Ուրանը եւ նաեւ Պլուտոն մոլորակը, որը իհարկե մեծ ավերների եւ մեծ ինչ որ շրջադարձային ռազմաքաղաքական փոփոխությունների մասին է խոսում, այսինքն այդ անձնավորությունը կարող է այդպիսի ազդեցություն թողնել իհարկե Հայաստանի Հանրապետության վրա, բացի դրանից Ալիևի Մարսը, ռազմատենչ մոլորակ Մարսը գտնվում է 29 աստիճան աղեղնավորում, որը հենց անմիջապես գտնվում է Հայաստանի Հանրապետության ծագող նշանի կամ ասցենդենտի մոտակայքում, ես հաշվարկել եմ հստակ հորոսկոպը Հայաստանի երրորդ հանրապետության, դա սեպտեմբերի 21, 1991 թիվ, Երևանի ժամանակով 14:45 րոպեին մոտավորապես այդպես վերլուծություններով եկել եմ այդ եզրակացության։ Եվ այստեղ իհարկե Մարսը նույնպես ծագող նշանի վրա է, նաև Արեգակն է, հենց անմիջապես Հայաստանի Հանրապետության ծագող նշանի վրա, ծագող կետի վրա Իլհամ Ալիևի Արեգակն է այնտեղ գտնվում 2 աստիճան այդ եղջյուրում եւ իհարկե բոլորը այսպես մեր քաղաքական էլիտայի մեջ շատ թերագնահատում են Իլհամ Ալիևին, որովհետև նրա Արեգակը գտնվում է հանճարեղության աստիճանում, ճիշտ է, այսպես շատ հանճարեղ մտքով չի փայլում, բայց ամեն դեպքում, քանի որ այդ մարդու Արեգակը գտնվում է հանճարեղության աստիճանում, դա նշանակում է, որ ինչ քայլել նա ձեռնարկի, ի օգուտ լինելու է իր պետությանը։ Այստեղ նաև լուսինն է շատ
շատ նրա մոտ լավ դիրքում Խեցգետին կենթանակերպում, Խեցգետնում գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավային հանգույցը, այսինքն այդ հանգամանքը, որ նա մշտապես փորձում է ադրբեջանցիներ բերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածքում բնակեցնել, այդ դրա մասին է խոսում։ Եվ շատ հետաքրքրական է, որ Իլհամ Ալիևի հարավային հանգույցը Կիետոն գտնվում է 18 աստիճան ջրհոսում, որը անմիջապես միանում է Հայաստանի Հանրապետության լուսնի հետ, այսինքն դա նշանակում է, որ նրա գործունեությունը, նրա քայլերը, նրա բոլոր որոշումները նպաստելու են նաև ցավալիորեն Հայաստանի ազգաբնակչության արտագաղթին կամ ընդհանրապես ազգագրական բնութագրի փոփոխությանը։ Պես որ շատ բավականին այսպես այնպիսի անձնավորություն է, որը մեծ ազդեցություն է թողնելու Հայաստանի վրա, դա ակնհայտ է, դե պարզ է նրա հորոսկոպից երևում է, որ նա ծագում է ինչ-որ ազդեցիկ ընտանիքից, որովհետև հարավային լուսնային հանգույցը մոտակայքում է գտնվում Յուպիտեր մոլորակի, Յուպիտերը նույնպես նրա մոտ գտնվում է հանճարի աստիճանում, դե հիմա մենք կարող ենք քննադատել թշնամուն, ասել, որ նա զորություն չունի եւ այլն, բայց պետք է ճշմարտությունը, պետք է մեկը լինի, որ ձեզ ճշմարտություն ասի, սիրելի բարեկամներ, որ ի տարբերություն մեր ղեկավարի այս անձնավորությունը շատ ավելի կրթված, շատ ավելի մեծ կապեր ունեցող եւ շատ ավելի տաղանդավոր մարդ է, փաստացի։ Կարող է զանազան աստրո հոգեբաններից, այսպես ասած, թրքահպատակ դուք լսեք, որ այո, մեր վարչապետ աշխարհի վերջն է, նրա աստղային ժամն է մոտենում, բայց դատելով իրական աստղաբանական վերլուծությունից մենք միանգամայն այլ պատկեր ենք ականատես լինում եւ փաստացիորեն հենց այդպես է։ Իհարկե նաեւ բավականին լարված վիճակում է Ալիևի հորոսկոպը այժմ ամբողջ այդ արևը, Մարսը, Մերկուրին, բոլոր այդ անհատական մոլորակները դիմակայում են Պլուտոնին, այսինքն դա նշանակում է, որ բարձր է հավանականությունը, որ Ադրբեջանն եւ Ալիևը ներքաշվեն մեծ ռեգիոնալ պատերազմի մեջ, հենց դա Իրանի դեմ հարձակումն է իմ կարծիքով, եւ սա իհարկե շատ ճակատագրական կարող է լինել Ալիևի համար, բայց ամեն դեպքում այդ գործընթացների մեջ ըստ էության Ալիևը ներքաշված էր արդեն իսկ 2020 թվականից, այդ դիմակայությունը արևի, Ուրանի, Պլուտոնի եւ Սևլուսնի, Ալիևի Արեգակի եւ այդ մյուս մոլորակների սկսվել էր արդեն 2018 թվականից սկսած, երբ բերվեց իշխանության Նիկոլ Փաշինյան, փաստորեն այդ հիբրիդային պատերազմի մի մասն էր, որը հետագայում իհարկե այս տարի կարող է դառնալ արդեն տաք եւ շատ արունալի եւ երկարատև պատերազմ, սրա մասին է խոսում Ալիևի հորոսկոպը, բավականին իհարկե բարդ դիրքեր են, այսինքն դա արդեն ճակատագրական զարգացում է, նա չի կարող խուսափել այդ այսպես պատերազմի մեջ ներքաշվելուց, սրա մասին է խոսքը։ Մյուս ընթացիկ դիրքերը իհարկե շատ այսպես բարեխառն են, այսպես Պլուտոնը Սատուրնի հետ միացած, այսինքն Պլուտոնը, որը գտնվում է այժմ ջրհոսում, միացած է Իլհամ Ալիևի, արդեն անցել է իհարկե, բայց դեռ շարունակում է եւ գնում է դեպի Իլհամ Ալիևի Յուպիտերի հետ միացում։ Իհարկե Յուպիտերի եւ Պլուտոնի միացումը խոսում է այն մասին, որ 10 տարիների ընթացքում այդ միությունը տեղի կունենա, դա նշանակում է, որ մեծագույն փոփոխություններ եւ այսպես ամբողջ կյանքը, ամբողջ նրա ապրածը կարող է իջիկ դարձնել այդ իր քայլը, որոշումը ներքաշվելու այդ մեծ պատերազմի մեջ, բայց այնուամենայնիվ եւ դա իհարկե պայմանավորված է հստակ հենց հակառուսական եւ հակաիրանյան քայլերով Ալիևի։ Ըստ էության, որովհետեւ գիտեք, ջրհոսը դա Ռուսաստանի հովանավորող կենթանակերպն է։ Ու նաև Ուրանը երբ մտնի երկվորյակներ, նա նույնպես դիմակայություն է կազմելու Ալիևի Վեներայի հետ, որը նույնպես անբարենպաստ է, բայց ամեն դեպքում այս ընթացքը բարենպաստ է իրեն համար, այս տարին բարենպաստ է իրեն համար եւ բազմիցս արդեն անդրադարձել են, որ բացզի քարտեզում, այսինքն չինական հորոսկոպում Ալիևը մոտ մինչեւ 2026 թվականը փայտե ձին է հաջողության մեջ, որը բախվում է նրա
ամսվա դղյակ էր, այսինքն գործունեության կարիերայի այդ ամբողջ բարձրության, հա, հասարակական դիրքի այդ դղյակի, այսինքն մետաղական մկան հետ ամբողջությամբ այդ բախումը տեղի է ունենում։ Դա նշանակում է, որ հենց այդ պատերազմի խորհրդանիշն ըստ էության 2016 թվականից Ալիևի բազի քարտեզում սկսվել էր այդ դիմակայությունը, այսինքն հաջողությունը փայտե ձի եւ մետաղական մուկը։ Նրանք բախվում են իրար հետ եւ մենք իսկապես տեսանք, որ 2016 թվականից սկսվեց այդ ռազմական գործողությունները Հայաստանի Հանրապետության դեմ։ Դե երկու անգամ էլ եւ 16 թվականին եւ 20 թվականին Ադրբեջանը հարձակվել էր հիմնականում Արցախի վրա, Արցախի Հանրապետության վրա, բայց ըստ էության դա Հայաստանի դեմ ուղղված ռազմական գործողություններն էին։ Եվ այդ ամբողջ, այսպես ասած, հաջողությունը Ալիև 2016 թվականից տևում է մինչև 2026 թվականը։ Այսինքն 2026 թվականից արդեն նա պետք է շտապի, ուտև 2026 թվականից էներգիաները միանգամայն փոխվելու են եւ այլևս այդ բարենպաստ իրավիճակը չի լինելու Հայաստանի վրա հարձակվելու համար։ 2026 թվականից Իլհամ Ալիևի մոտ սկսվում է ջրային օձի ժամանակահատված։ Իհարկե, օձը ամեն դեպքում ծավալապաշտական կենդանակերպ, այսինքն ճամփորդող ձի է եւ կարող է այնպես լինել, որ 26 թվականից հետո նույնպես շարունակվի, բայց հիմա շատ ավելի բարենպաստ ուրեմն տարի է, որպես, այսպես ասած, վերջնական Հայաստանի Հանրապետության հարցերը լուծի։ Իսկ ինչ է նպաստելու դրան։ Նախ աշնանային խավարումների միջանցքը, որը տեղի կունենա սեպտեմբեր ամսին, հա, 2025 թվականի եւ արևի մասնակի խավարումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին 2025 թվականի, մեծապես կնպաստի դրան, որովհետեւ գիտեք, որ բոլոր այն բացառիկ աստղաբանական երևույթները, որոնք համընկնում են սոլար վերադարձի հետ, այսինքն կոնկրետ Հայաստանի Հանրապետության ծննդյան օրն է, գիտեք, որ սեպտեմբերի 21-ը եւ այդ օրը հենց տեղի ունենում արևի խավարումը, իսկ արևը դա իշխանությունն է, դա ընդհանրապես երկրի բարձրաստիճան անձինք են, որը քանի որ այդ խավարումն է լինելու, դա նշանակում է ունենք ամբողջությամբ ենթակայության տակ են անցնելու ըստ էության գերագույն իշխանությունը, այսպես ամենամեծ ճգնաժամն է ապրելու։ Դա ինչ վերաբերում է իշխանության, այսինքն շատ խարխլվելու են մինչև սեպտեմբերի 21, 2025 թվականի Հայաստանի գերագույն իշխանության հիմքերը զգալիորեն խարխլվելու են եւ նրանց հեղինակությունը շատ այսպես իջիկ է դառնալու։ Բայց հարցը նրանումն է, որ մենք մեկ խավարում հաջորդ, այսինքն տարվա խավարումը ունենալու ենք նաև փետրվարին։ Սիրելի բարեկամներ, եւ ահա այդ փետրվարի խավարումը համընկնելու է արդեն Հայաստանի Հանրապետության լուսնի հետ։ Եվ շատ հետաքրքիր այսպես իրավիճակ է ստեղծվում, երբ մի խավարումը այսպես արեգակի վրա է նստում, մյուսը լուսնի։ Ես ենթադրում եմ իմ կանխատեսումների մեջ, ես դա ասել եմ իմ Facebook-յան եթերում, մինչալոց բաժանորդագրվեք նաև Facebook-յան էջից, այնտեղ ես նշել եմ, որ այդ ժամանակ հնարավոր է ինչ-որ այսպես այդ սահմանադրական փոփոխությունների հետ կապված այդ հանրակրվեի քվեարկությունը լինի կամ քննարկումը լինի այդ դրա հետ կապված, այնպես որ շատ բարդ իրավիճակ է մեզ համար ստեղծվում, կրկին արևի խավարում է, սիրելիներս, արևի ուղղակաձև խավարում տեղի կունենա փետրվարի 17-ին 2026 թվականի, դա լինելու է 26 թվականի առաջին խավարումը եւ այն ժամանակ արեգակը հենց անմիջապես գտնվում է Հայաստանի Հանրապետության լուսնի վրա 28 աստիճան ջրհոսում։
պես որ դա շատ հատկանշական է եւ նաեւ հատկանշական է, որ անմիջապես այդ հեղափոխական փոփոխությունների մոլորակ Ուրանի հետ լարված հարաբերակցության մեջ է մտնում այդ Արեգակի եւ Լուսնի միությունը, այսինքն եւ Լուսնի ստվերը անցնում է Արեգակի վրայով եւ խավարվում է։ Սա շատ այսպես մտահոգիչ ցուցիչ է, որը նշանակում է, որ այդ ժամանակ իհարկե հնարավոր է նաև ժողովրդական ընդվզում է ընդվզում, որը այնուամենայնիվ խավարման արկայության պայմաններում կարող է ճնշվել, շատ բիրտ ուժով կարող է ճնշվել։ Եվ ահա այստեղ Հայաստանի Հանրապետության համար շատ ծանր իրավիճակ է ստեղծում եւ իշխանությունն է բարդ վիճակում եւ ժողովուրդն է ճնշված եւ սա շատ այսպես լայն դռներ է բացում թշնամիների համար, սա վտանգավոր շրջանն է, որ Հայաստանի Հանրապետության համար առավելապես վտանգավոր է սկսած 25 թվականի սեպտեմբերի 21-ից եւ մինչեւ փետրվարի 17-26 թվականի, որը որ ճնշված վիճակում է դնելու եւ ժողովրդին եւ իշխանությանը։ Սա ինչ վերաբերվում է իհարկե Ալիևի քարտեզին։ Այժմ շատ հարցեր եք տալիս նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի ճակատագրի հետ կապված, նամանավանդ որ Թուրքիայում գիտեք, որ մարտին այդ լայնածավալ ժողովրդական ընդվզում տեղի ունեցավ Ստամբուլում հատկապես եւ դրանից հետո մարտի 19-ից հետո երբ ձերբակալվեց ուրեմն Ստամբուլի քաղաքապետը Էկրեմ Իմամօղլին եւ պետք է հասկանալ արդյոք այդ անձնավորությունը կարող է այսպես ընդդիմություն հանդիսանալ Էրդողանի համար։ Մի փոքր վերլուծենք, եթե ձեզ հետաքրքիր է Էկրեմ Իմամօղլու քարտեզը, դրա չեմ անդրադարձել ես իմ եթերներում, բայց քանի որ ձեզ հետաքրում է, ես դա այժմ մանրամասնեմ։ Դե ըստ բաց աղբյուրների Էկրեմ Իմամօղլին ծնվել է հունիսի 3-ին 1971 թվականին Տրաբզոնում։ Այստեղ նա ջրհոս է, կներեք, երկվորյակ է, իմիջիալոց ջրհոսում ունի Մարս եւ վերընթաց լուսնային հանգույցի միություն, այսինքն վերընթաց հանգույցն է 16 աստիճան ջրհոսում եւ Մարսը 13 աստիճան ջրհոսում, նույնպես շատ հետաքրքիր է, քանի որ այնուամենայնիվ արեգակնային երկվորյակ է Էկրեմ Իմամօղլին, դա նշանակում է, որ այս ընթացքում որևիցե վտանգ նրան չի սպառնում, որովհետև գիտեք, որ մինչև հունիսի 10-ը Յուպիտերը գտնվում է մեծ երջանկության մուրակը գտնվում է երկվորյակներում։ Սակայն արդեն տարվա երկրորդ կեսին արդեն վտանգները իհարկե կշատանան իրեն համար, բայց ինչու է նա այսպես թուրք ժողովրդի մեծ աջակցությանը արժանացել, թե մեծ սիրուն արժանացել, որովհետև Թուրքիայի Հանրապետության լուսին, այդ պահին, երբ հիմնադրվել է Թուրքիայի Հանրապետությունը օկտեմբերի 29, 1923 թվական, լուսինը եղել է երկվորյակներում եւ ահա այդ Ստամբուլի քաղաքապետի Արեգակի արկայությունը երկվորյակներում այսպես դրական ազդակ է ժողովրդի համար եւ ժողովուրդը նրան սիրում է, բայց ես պետք է ասեմ նաեւ խիստ անբարենպաստ է անձնավորությունը Հայաստանի Հանրապետության համար, եւ նրա սև լուսինը եւ Պլուտոնը գտնվում են Հայաստանի 3-րդ հանրապետության Արեգակի անմիջապես մոտակայքում եւ սա նշանակում է, որ անգամ եթե այդ փոփոխությունը իշխանապողությունը տեղ ունենա, չնայած խիստ կասկածում եմ, այնուամենայնիվ այս գործիչը նույնպես խիստ հակահայկական դիրքորոշում է ունենալու։ Այնպես որ պետք չէ ոգևորվել, որ նա իբրև թե ազատական է, ավելի լիբերալ է, իրականում շատ անբարենպաստ դիրքեր ունի Հայաստանի Հանրապետության համար։ Ամեն դեպքում մեծ փոփոխություններ նրա ճակատագրում արդեն մենք տեսնում ենք այս տարի ամառ հունիսից սկսած արդեն մեծ փոփոխություններ են լինում։ Ինչ վերաբերվում է Էրդողանին, սիրելիներս, ես դեռ այն ժամանակ, երբ Էրդողանը կրկին ընտրվեց Թուրքիայի նախագահ, ես կանխատեսել էի, որ այո, նա կդառնա նախագահ, բայց հետագա իր այդ պաշտոնավարման ընթացքում լինելու են լրջագույն խնդիրներ եւ լրջագույն
հակակառավարական այսպես ցույցեր եւ այն, որը որ ըստ էության եւ տեղի ունեցավ այդ կանխատեսումը իրագործվեց։ Բայց հարցը նրանումն է, որ այդ ծանր մոլորակները, թե Սատուրնը, թե Նեպտունը արդեն լքում են ձկները, իսկ գիտեք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արեգակնային ձուկ է, նա ծնվել է փետրվարի 26-ին 1954 թվականին, լքում են երկու մոլորակներն էլ ձկները եւ արդեն նա նախաձեռնություն, այսպես ասած, անցնում է իր ձեռքը, որովհետեւ նաեւ վերընթաց լուսնային հանգույցը Ռախուն մոտենալու է շուտով նրա արեգակին Մերկուրիին եւ Վեներան, այսինքն դա նշանակում է այնուամենայնիվ այդ անձնավորությունը կարողանում է իշխանությունը պահել իր ձեռքում։ Սրա մասին է խոսակցությունը։ Ճիշտ է, այդ ստրեսը նա տանում է այս տարվա ընթացքում, բավականին բարդ մուրակային դիրքեր են, նա նաև մյուս տարի շարունակաբար է լինելու այդ ընդդիմությունը, ընդվզումը Էրդողանի իշխանության դեմ միշտ լինելու է, բայց նա այնուամենայնիվ կարողանում է այդ բոլորը կանխել եւ պահել իշխանությունը իր ձեռքին, պես որ իհարկե նաև լրջագույն առողջական խնդիրներ են երևում Էրդողանի մոտ, մոտակա տարիների ընթացքում այդ խնդիրները կխորանան, բայց ամեն դեպքում այն պատերազմը, որը արդեն մոտ է Իրանի հետ կապված, Իրանի Իսլամական Հանրապետության, դա անպայմանորեն պետք է նրա տնօրինության, նրա ղեկավարության տակ լինի, պես որ դժվար թե նրան այսպես թույլ տան, որ նա հեռանա իր պաշտոնից։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, ինչ վերաբերվում է Իլհամ Ալիևի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հորոսկոպների հետ կապված, անպայման բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաեւ իմ YouTube-յան ալիքներին եւ կհանդիպենք շուտով։